SMT Best միանգամյա օգտագործման բժշկական պարագաներ արտադրող ընկերությունը կվերսկսի իր աշխատանքը։ Գործարանում կարտադրվեն բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ ու արյան հավաքման վակուումային եւ կաթիլային համակարգեր։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ գործարանի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Կարելի է ասել մի տարի ավել երևի գործարկում ուշացել էր, որովհետեւ այդ բարդ չինովնիկական համակարգը անցնելու համար։ Իսկապես, ասում եմ ձեզ, միայն ոչ թե չեն խանգարել, ցանկացած աջակցություն ստացել են։ Գործան, որ իսկապես իր ամեն ինչով մոտա ցանկացած դեղագործական կամ բժշկական պարագաների արտադրության լավագույն գործարանների որակին, տիպին։ Եվ սա ինչ կտա մեզ կամ ինչ տվեց կամ ինչ է տալու։ Նոր որակ, նոր մոտեցում։ Արտադրական կուլտուրա։ Արտադրության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված էր ասիական եւ եվրոպական չափանիշների տարբերությամբ, սակայն այժմ այդ հարցը լուծվել է։ Քանի որ մենք ընդունենք եվրոպական նորմերը, մատակարարողի նորմերը, ինչ վերաբերում էկոլոգիային, իրենց տարբերվում են։ Եվ մենք գնացինք այն ճանապարհը, որ կհամապատասխան եվրոպական նորմին, եւ ես 2 տարիների ընթացքում մենք կարողացանք հասնել նրան, որ ամբողջության ինչ վերաբերում է էկոլոգիային համապատասխանում են եվրոպական նորմերին։ Ընկերության արտադրանքը բացի եվրոպական ստանդարտներին համապատասխանելուց նաև մրցունակ է։ Ընկերության գործընկեր հիմնական հումքներ կրող MCCMT ընկերության տնօրեն Դիար Փաքը համոզված է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար նաև միջազգային շուկա դուրս գալու համար։ Կարծում եմ, սա Հայաստանի համար լավ հնարավորություն է նաև միջազգային շուկա դուրս գալու համար՝ Իրան, Ուզբեկստան եւ այլ հարևան երկրներ, քանի որ այնտեղ նման արտադրություն չկա, այնպես որ կարելի է նաև լավ եկամուտ ակնկալել։ Վերջում գործարարները նշեցին, որ սա իրենց առաջին համագործակցությունը չէ ու չի բացառվում, որ սրանից հետո էլ ավելի ընդլայնեն իրենց շփման հարթակը։